Վայլդբերրիսի և օզոնի շուրջ վերջին զարգացումները, ջերմուկի արտահանման արգելքը և հեղուկ գազի գնի շեշտակի բարձրացումը հստակ ցույց են տալիս, որ այս իշխանությունը հերթական անգամ տապալել է տնտեսական և արտաքին քաղաքական բալանսը։ Բայց ինչպես միշտ պատասխանատվություն վերցնելու փոխարեն փորձում են մեղքը բարթել ընդդիմության վրա, կարծես նրանք են կառավարում Հայաստանը։ Բայց երբ դու տարիներ շարունակ փչացնում ես հարաբերությունները այն երկրի հետ, որի հետ քո տնտեսությունը խորապես ինտեգրված է, նման հետևանքները անխուսափելի են։ Հայաստանի արտահանման զգալի մասը կապված է Ռուսաստանի շուկայի հետ։ Էներգետիկ կախվածությունը գազի գների տեսքով նույնպես ակնհայտ է, եւ սա անտեսելը շատ անպատասխանատու քայլ է։ Այսօր մենք տեսնում ենք առաջին ազդակները, բայց սա դեռ սկիզբն է։ Հիմա էլ Զելենսկուն են որոշել Հայաստան հրավիրել եւ խոսափող տրամադրել հակառուսական տրամադրություններ քարոզելու համար։ Եթե նույն քաղաքական գիծը շարունակվի, պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ սահմանափակումների, թե առևտրի, թե ֆինանսական հոսքերի, թե էներգետիկ ոլորտում։ Իսկ դրա անմիջական հետևանքները լինելու են գնաճը, ապրանքների դեֆիցիտը եւ սոցիալական լարվածության աճը։ Հետեւաբար հարցը քաղաքական է։ Կամ կունենան ղեկավարություն, որը կարող է կառուցել կանխատեսելի եւ փոխշահավետ հարաբերություններ հիմնական գործընկերների հետ, կամ կշարունակեն գնալ այս արկածախնդիր ճանապարհով, ընդունելով, որ նման ճգնաժամերը դառնալու են հաճախակի եւ նորմալ։